Սյունիքում արդեն տեղի է ունենում մի բան, որի մասին դեռ չեն հայտարարելու։ Եթե այս սցենարը շարունակվի, հետևանքները կարող են լինել շատ ավելի ծանր, քան մենք պատկերացնում ենք։ Սա սովորական լարվածություն չէ, սա այն իրավիճակներից է, երբ ամեն ինչ սկսվում է լուռ, իսկ հետո արդեն ուշ է լինում ինչ-որ բան փոխելու համար։ Վերջին օրերին տարբեր աղբյուրներից գալիս են տեղեկություններ, որոնք առաջին հայացքից կարող են թվալ անիմաստ։ Տարբեր հայտարարություններ, տարբեր լռություններ, տարբեր շարժեր, բայց եթե դրանք հավաքես մեկ ամբողջ պատկերի մեջ, ստացվում է մի բան, որը անհանգստացնում է նույնիսկ փորձառու մարդկանց։ Խոսքը միայն սահմանային լարվածության մասին չէ, խոսքը գործընթացի մասին է, որը կարծես թե ձևավորվում է աստիճանաբար, առանց աղմուկի, առանց պաշտոնական հաստատման, բայց շատ հստակ նշաններով։ Երբ նման իրավիճակներում չկա բացատրություն, դա գրեթե միշտ նշանակում է, որ իրական գործընթացները շատ ավելի խորն են, ոչ թե չեն ուզում ասել, այլ դեռ չեն կարող ասել, իսկ սա արդեն այն փուլն է, երբ ամեն ինչ կարող է զարգանալ շատ արագ։ Սյունիքը միշտ եղել է զգայուն կետ, բայց հիմա տարբերությունն այն է, որ իրավիճակը կարծես թե փոխում է իր բնույթը։ Սա այլևս պարզապես սահմանային միջադեպերի շարք չէ, սա արդեն ավելի մեծ շղթայի մաս է դառնում, որտեղ յուրաքանչյուրը կարող է բերել հաջորդ ավելի լուրջ քայլին։ Եթե ուշադիր նայենք, կտեսնենք, որ որոշ գործողություններ, որոնք նախկինում կդիտվեին որպես առանձին դեպքեր, հիմա սկսում են կապվել իրար հետ, եւ հենց այդ կապն է, որ ստեղծում է վտանգի իրական զգացողություն։ Ամենավտանգավորը այն է, որ այս ամենը տեղի է ունենում գրեթե լուռ, առանց հստակ գնահատականների, առանց բաց քննարկումների, առանց այնպիսի արձագանքի, որը կհուշեր, որ իրավիճակը վերահսկում է ամբողջությամբ։ Իսկ պատմությունը ցույց է տվել մեկ բան, երբ լռությունը երկարում է, դա հաճախ նշանակում է, որ ինչ-որ բան արդեն ընթացքի մեջ է։ Հիմա հարցը այն չէ կլինի լարվածություն թե ոչ, հարցը այն է ինչ մակարդակի կարող է հասնել այս ամենը, եթե գործընթացը շարունակվի նույն ուղղությամբ, որովհետև նման իրավիճակներում ամեն ինչ կախված է ոչ թե մեկ իրադարձությունից, այլ իրադարձությունների շղթայից։ Մի փոքր փոփոխություն այստեղ, մեկ որոշում այնտեղ եւ պատկերը կարող է ամբողջությամբ փոխվել։ Եվ հենց դա է ամենամեծ վտանգը, ոչ թե այն, ինչ արդեն տեսանելի է, այլ այն, ինչ դեռ չի երևում ամբողջությամբ։ Եթե փորձենք հասկանալ ինչ է իրականում կատարվում, պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն փաստին, այլ նաեւ դրանց միջև եղած լռություններին, որովհետեւ շատ հաճախ իրենց լռությունն է տալիս ամենամեծ ինֆորմացիան։ Օրինակ, երբ չկա հստակ բացատրություն ինչ-որ գործողության համար, դա նշանակում է, որ կա մի մաս, որ դեռ փակ է մնում, իսկ փակ հատվածները սովորաբար բացվում են միայն այն ժամանակ, երբ արդեն ուշ է լինում ինչ-որ բան փոխել։ Սա այն փուլն է, երբ ամեն ինչ դեռ կարող է կանգնեցվել, բայց նաև այն փուլն է, երբ ամեն ինչ կարող է արագ դուրս գալ վերահսկողությունից։ Տարածաշրջանային զարգացումները նույնպես ցույց են տալիս, որ իրավիճակը ստատիկ չէ, որոշ ուժեր ակտիվանում են, բայց դա անում են շատ զգուշորեն, առանց ավելորդ աղմուկի, առանց կտրուկ քայլերի, բայց բավականաչափ հստակ, որպեսզի հասկանալ, ինչ որ բան է փոխվում։ Եվ հենց այս զգուշավորությունն է, որ պետք է ուշադրություն գրավի, որովհետև երբ ամեն ինչ արվում է բացահայտ, հասկանալը հեշտ է, բայց երբ ամեն ինչ արվում է լուռ, դա արդեն այլ մակարդակ է։ Սա այն իրավիճակներից է, երբ նույնիսկ փոքր նշանները կարող են շատ բան ասել։ Մի հայտարարություն, որը թվում է սովորական, մի քայլ, որը թվում է տեխնիկական, մի լռություն, որը թվում է բնական, բայց երբ այս ամենը միավորում է, ստանում ես պատկեր, որը արդեն չի կարելի անտեսել։ Եվ այդ պատկերում ամենակարևոր հարցը մնում է նույնը, արդյոք սա ժամանակավոր լարվածություն է, թե ավելի մեծ գործընթացի սկիզբ։ Եթե դա պարզապես լարվածություն է, ապա այն կարող է անցնել ինչպես շատ անգամներ անցել են նախկինում, բայց եթե դա գործընթաց է, ապա դրա հետևանքները կարող են լինել շատ ավելի խորքային, որովհետև գործընթացները չեն ավարտվում մեկ օրում։ Դրանք զարգանում են, ուժեղանում են եւ ինչ-որ պահի հասնում են կետի, որտեղ արդեն հետադարձ չկա։ Եվ ամենաբարդային է, որ այդ կետը սովորաբար չի երևում մինչև այն պահը, երբ արդեն անցել ես այն։ Սա հենց այն իրավիճակն է, որտեղ պետք է ոչ թե սպասել, այլ հասկանալ, ոչ թե արձագանքել արդեն տեղի ունեցածին, այլ փորձել տեսնել ինչ է լինելու հաջորդը։
Բայց դրա համար պետք է տեսնել ամբողջ պատկերը, ոչ թե միայն այն հատվածը, որը երևում է առաջին հայացքից։ Այս պահին Սյունիքում տեղի ունեցողը չի կարելի գնահատել միայն որպես առանձին իրադարձությունների շարք, սա արդեն ավելի լայն գործընթացի մաս է, որտեղ յուրաքանչյուր քայլ ունի իր տեղը, եւ հենց դա է պատճառը, որ այս թեման պետք է քննարկվի ավելի լուրջ, ավելի խորքային եւ առանց ավելորդ հուզականության, բայց նաեւ առանց անտեսելու վտանգը, որովհետև անտեսված վտանգը միշտ ավելի մեծ հետևանքների է ունենում, քան այն, որ նկատվել է ժամանակին։ Հիմա ամենակարևոր հարցը մնում է բաց. ինչ է լինելու հաջորդը, կշարունակվի այս լուր գործընթացը, թե ինչ-որ պահի այն կդառնա բացահայտ, կլինի հնարավորություն վերահսկելու իրավիճակը, թե այն կանցնի այն կետը, որտեղ արդեն ոչինչ հնարավոր չի լինի փոխել։ Այս հարցերի պատասխանները դեռ չկան, բայց մի բան արդեն հստակ է, տեղի ունեցողը չի կարելի անտեսել, եւ հենց դրա համար է կարևոր հետևել ոչ միայն այն ամենին, ինչ ասում են, այլ նաեւ այն ամենին, ինչ չեն ասում, որովհետեւ շատ հաճախ իրական պատմությունը թաքնված է հենց այդ լռության մեջ։ Իսկ դու ինչ ես մտածում, սա հերթական լարվածություն է, թե մի բան, որը կարող է իրականում փոխել իրավիճակը։ Գրիր քո կարծիքը մեկնաբանություններում եւ բաժանորդագրվիր, որովհետեւ այս թեման դեռ շարունակություն ունի։